Բարի երեկո, եթերում ֆուտբոլի ժամն է։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը շարունակվում է, դա կլինի մեր այսօրվա թեմաներից մեկը, բայց այսօր մեկ այլ շատ ավելի կարծում հետաքրքիր բան ունենք քննարկելու, նախ ներկայացնեմ մեր հյուրին եւ կհասկանաք ինչի մասն է խոսքը, Արմեն Պետիկյանը, բարի երեկո, արդեն նոր կարգավիճակում շնորհավորում ենք ձեզ Միկա ակումբի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, սա իրոք նոր կարգավիճակ է, որը ավելի պարտավորեցնող է, որը ավելի այսպես կարելի ասել պատվաբեր է եւ հիմա եկեք մի փոքր այդ մասին խոսենք, ինչպես եղավ ձեր նշանակումը, ումից ստացաք առաջարկը եւ արդյոք մտածել եք այդ առաջարկի շուրջ թե ոչ։ Անկեղծ ասած առաջարկը եղավ վերադառնալ ակումբ, աշխատել նորից ակումբի համակարգում, որպես գործադիր տնօրեն։ Տենց մի քանի հանդիպումներ եղավ, վերջի ես որոշեցի ընդունել առաջարկը վերադարձալ ակումբ, աշխատեցի, հետո այդ աշխատանքի ընթացքում առաջարկ եղավ, այսինքն նշանակում եղավ, որովհետև մեր ակումբի նախագահան Կարլոս Բագայիչը, մեր երկար տարիների նախագահան, ինքը ցանկություն հայտնեց, որ այլևս ցանկություն չուներ աշխատելու այդ պաշտոնում եւ ինքի դիմումի համաձայն իր ցանկությամբ հեռացավ եւ առաջարկ եղավ ինձ նշանակել որպես ակումբի նախագահ։ Նշեցիք Կարլոս Բագրատիչ Ղազարյանը երկար տարիներ ակումբի նախագահն է եղել, նա նաև գործկոմի անդամ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, շարունակում է մնալ Կարլոս Ղազարյանը Միկայում եւ ինչ կարգավիճակով։ Կարլոս Բագրատիչը Միկա ակումբի պատվավոր նախագահն է, նա ակումբում է, ակումբի կողքին է եւ յուրաքանչյուր պահին կարծում եմ պատրաստ է մեզ իր խորհուրդներով օգտակար լինել։ Ինչպես հասկացանք, նաև մնում է ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտե։ Դուք սկզբում նշանակվեցիք կարծես մարզական տնօրեն, հիմա նախագահ։ Գործադիր տնօրեն։ Ով է այդ դեպքում գործադիր տնօրենը Միկայի հիմա։ Միկա ակումբում այս պահին այդպիսի պաշտոն չկա։ Ընդհանուր առմամբ ղեկավար մարմնում ադմինիստրացիայում փոփոխություններ կատարելու եք թե ոչ, թե ովքեր աշխատում են շարունակելու են աշխատել, որովհետև Միկայում այսօր մի փոքր խառը իրավիճակ է, ոչ բոլորն են հասկանում ընդհանրապես Միկայում ով ինչով է զբաղվում, այս ամենը համակարգելը արդեն ձեր գործն է, ձեր պարտականությունն է, սկսել եք արդեն այդ ուղղությամբ քայլեր։ Ակումբով ով որ ինչ դիրքում աշխատել է, շարունակելու աշխատել, ժամանակի ընթացքում կհասկանանք, եթե կարելի է ինչ-որ բան փոխելու։ Կադրային այլ փոփոխություններ կան Միկայում թե ոչ։ Մասնավորապես մրցաշրջանի սկզբում ակումբի մարզչական շտաբ, այսպես էր գրվում, ղեկավարում էր Արմեն Ադամյանը, խաղերը ղեկավարում էր ռուս մասնագետը, այս առումով վերջ-վերջո Միկան կարող է արդեն հայտարարել ով է իրոք ակումբի գլխավոր մարզիչը եւ ով պիտի ղեկավարի թիմի խաղը։ Այո, այդպիսի իրավիճակ իրականում կար, ոնց որ ասում են դե ֆակտո դե յուրո գլխավոր մարզիչը Ադամյան Արմենն էր, բայց թիմին խաղերին ընդհանրապես մարզման process-ը ղեկավարում էր Անդրեյ Չեռնիգովսկին, բայց Ուլիսի խաղից հետո Արմեն Ադամյանը արդեն զբաղվում է անմիջական իր պարտականություններով, այսինքն ինքն է ղեկավարում ամբողջ այդ process-ը։ Գլխավոր մարզիչը այլևս Արմեն Ադամյանն է, որը Արմեն Ադամյանը ի սկզբանե պաշտոնապես հայտարարել է որպես գլխավոր մարզիչ, իսկ Ուլիսի խաղից հետո նա արդեն, այսպես ասած, պաշտոնապես զբաղվում է իր գուլ պարտականություններով։ Կառուցվածքային առումով եւս մեկ հարց, գաղտնիք չէ, այդ մասին եղավ հայտարարություններ, Միկան չէր ցանկանում այս առաջնությունը բարձրագույն խմբում անցկացնել ֆինանսական խնդիրների պատճառով։ Ենթադրելի է, որ Միկայում տեղի ունեցել նաև ֆինանսական բաժնետերերի փոփոխություն կամ նոր հովանավորներ կա, այդպիսի բան թե չէ։ Այո, իհարկե կա, դա գաղտնիք չէ, որ ակումբը առաջնությունից հետո պաշտոնապես հայտարարել որ չի մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը, բայց հանգամանքները չփոխվեցին, հայտնվեց մարդ, ով պատրաստ էր համագործակցել ակումբի երկար տարիների կամ միակ գլխավոր հովանավորի Միխայել Բաղդասարովի հետ, եւ այդ համագործակցության արդյունքում ստացվեց այնպես, որ թիմը որոշեց շարունակել։ Միկան ունի մեկից ավել հովանավորներ, այսպես ասենք, Բաղդասարov եւ թիմը ունի երկու հովանավոր։ Իսկ դա Միկային տալիս է ամուր հիմք հետագայի համար, որովհետեւ այս կասկածելի իրավիճակից հետո թիմը պետք է չխաղար, հետո խաղաց հիմք հիմա Միկան ունի հետագայում կատարելագործվելու զարգանալու։ Ես հույսով եմ, որ այդպես կլինի, համենայն դեպս միջև ձմեռ այդ ծրագիրը, որ կա հիմա թիմը միջև ձմեռ, միջև դեկտեմբեր կշարունակենք, հետո արդեն դեկտեմբերին կարծում եմ, որ պետք է լուրջ խոսակցություն կլինի հովանավորների միջև եւ կհասկանանք ինչ ենք անելու հետագայում։ Պարոն Պետիկյան, թիմը ունի ֆինանսական խնդիրներ այսօր։
Այն կազմը, որ կա, այն ֆուտբոլիստները եւ մարզչական կազմը, որ կա, ունեն ֆինանսական։ Այս պայմանությամբ ոչ։ Այնինչ եղել է անցյալում, ես դրա մասին չեմ ուզում խոսել, բայց հուլիս ամսիվանից սկսված, որ թիմը վերսկսել է իր մարզումները եւ խաղերը, այս պայմանությամբ այդպիսի խնդիր չկա։ Շնորհակալություն, մենք կվերադառնանք զրույցին, պարոն Պետիկյան, ձեզ հետ եւ Միկայի մասին շատ խոսենք, հիմա դադար է մեր եթերում, որից հետո կշարունակենք։ Ֆուտբոլի ժամն է Արմենիայի եթերում, մենք Արմեն Պետիկյանի հետ դեռ խոսենք Միկայի գործերի մասին, խոսենք Հայաստանի առաջացման մասին, բայց հիմա մեկ այլ թեմայի մասին, որը նույնպես շատ կարևոր է։ Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի միջև 19 տարեկանների հավաքականը կրկին ընկերական հանդիպումների այսպես փոքրիկ շարք է անցկացնում, մեկ այդ հանդիպումներից արդեն անցկացրել է, բայց միջև խաղին անդրադառնալը եւ այդ խաղի արդյունքի մասին խոսելը, ես առաջարկում եմ դիտել ռեպորտաժ, որը պատրաստել է Գրիգոր Ավետիսյանը, ինչպես էր մեր հավաքականը պատրաստվում ընկերական հանդիպումներին։ Միջև 19 տարեկանների հավաքականը վերջին նախապատրաստական մարզումն անցկացրեց Մոլդովայի միջև 19 տարեկանների հավաքականի հետ հանդիպումից առաջ։ Հավաքական հրավիրված 19 ֆուտբոլիստները Մարկ Լելևրի գլխավորությամբ մարզվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, ֆուտբոլի ակադեմիայում։ Նախախաղային մարզումը տևեց մոտ 45 րոպե։ Ֆուտբոլիստները մարզչի գլխավորությամբ փորձարկեցին տակտիկական մի քանի համակարգեր։ Առանձին աշխատանք տարվեց նաև պաշտպանների հետ։ Հատուկ վարժություններ կատարեցին հարձակվողական ոճի ֆուտբոլիստների պրեսինգն ուժեղացնելու համար։ Պարոն Լելևեր, ինչ կարող եք ասել այս մարզման մասին։ Մենք պատրաստվում ենք առաջիկա խաղերին, մարզումներն անցնում են մեր նախատեսածի պես։ Փորձում ենք լավագույն մարզավիճակով մոտենալ առաջիկա խաղերին։ Օգոստոսին Սլովակիայի նույն տարիքայինների հավաքականից կրած երկու պարտությունների մասին ինչ կարող եք ասել։ Մենք շատ հանդիպումներ ենք անցկացրել, որոնցից որոշները հաջող ավարտ են ունեցել մեզ համար, որոշները ոչ, բայց ամենակարևորն այն է, որ ես տեսնում եմ առաջընթաց։ Ճիշտ է, Սլովակիայի հետ վերջին երկու ընկերական խաղերում մենք պարտվեցինք նվազագույն հաշվով, բայց կարծում եմ շատ կազմակերպված հանդիպումներ ենք անցկացրել։ Իհարկե արդյունքը կարևոր է եւ դա ցույց է տալիս, թե մենք որքանով ենք մոտ որակավորման փուլը հաղթահարելու։ Ձեր կանխատեսումները Մոլդովայի եւ Չեխիայի հետ հանդիպումների մասին, ինչ կասեք առաջիկա խաղերի մասին։ Մոլդովայի թիմին այդքան էլ ծանոթ չեմ, բայց մենք ունենք մեր խաղային փիլիսոփայությունը եւ խաղալու ենք ամենաուժեղ կողմերով։ Եվ որակավորման խաղի մասին, սա մեզ համար շատ կարևոր հանդիպում է։ Տեսնենք ինչպես կարող ենք խաղալ Չեխիայի հետ։ Տեխնիկապես ինչ պատրաստվածության մակարդակի վրա են Հայաստանի միջև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները։ Տեխնիկական պատրաստվածության մակարդակը վատը չէ, պետք է իրատես լինենք, սա Բելգիան չէ, ոչ էլ Ֆրանսիան, Հոլանդիան, այնտեղ հավաքականն ընտրում են 2000 ֆուտբոլիստներից, իսկ մենք խաղացողներ ընտրում ենք 50-ից, բայց ես կարծում եմ, որ ընտրել ենք լավագույններին եւ բարձրացնում ենք նրանց խաղամակարդակը, եւ մենք դրա արդյունքը տեսանք նախորդ խաղերում Իսրայելի, Սլովակիայի եւ Պակիստանի հետ։ Ես տեսնում եմ առաջընթաց, բայց ամեն դեպքում դարձյալ պետք է իրատես լինել։ Մենք հայ ենք, այլ ոչ բելգիացի, ֆրանսիացի, պորտուգալացի կամ իսպանացի, եւ պետք է խաղանք այն ֆուտբոլիստներով, որոնց ունենք։ Մենք պետք է հենվենք այս ֆուտբոլիստների վրա եւ նրանց միջոցով հասնենք մեր լավագույն արդյունքին։ Գրիգոր Ավետիսյան, Ալբերտ Գալստյան, ֆուտբոլի ժամը։ Այսպես պատրաստվում էր մեր հավաքականը Մոլդովայի հետ առաջին խաղին, այդ հանդիպումը արդեն կայացել է եւ ավարտվել է մեր հավաքականի պարտությամբ 2-3 հաշվով, ընթացքում երկու անգամ մեր հավաքականը արժեվում էր հաշվի մեջ 1-0 եւ 2-1, բայց ոչ միայն հաղթանակը չպահպանեցինք, այլև պարտություն կրեցինք եւ սա ստացվում է մեր հերթական պարտությունն է Մարկ Լելևրի գլխավորությամբ։ Ես ուղղակի ավելացնեմ, որ վաղը Հայաստանի 19-ների հավաքականի երկրորդ հանդիպումը կանցկացնի ընկերական Մոլդովայի հետ, ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է Լելևրի գլխավորությամբ 9 հանդիպում ընկերական, սա աննախադեպ քանակ է հատկապես 19-ների համար, 9-ից 7-ը Երևանում, ունենք ընդամենը 1 հաղթանակ, շատ դժվարությամբ հաղթանակ, դա Գառնանն էր Լիտվայի դեմ խաղերում, այդ բոլոր խաղերը գրեթե հայ մարզասերների այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են, աչքի առաջի եղել բացառությամբ երկու խաղերի Իսրայելում կայացած։ Մենք լսեցինք
մեր մարզչի խոսքերը կարծես Հայաստանում արդեն բոլորի համար դարձել է արդարացում ֆուտբոլիստների քիչ քանակը կամ առաջընթացը, որ իրենք են տեսնում, ցավալիորեն այդ առաջընթացը չեն տեսնում երկրպագուները եւ չի երևում արդյունքների առումով, որովհետեւ հերթական պարտությունը եւ նշեմ, որ Մոլդովան մի այդպիսի թիմ չէր, բավականին թույլ թիմ, բայց այդ թույլ թիմը պարզվեց ավելի ուժեղ, քան թե Հայաստանի հավաքականը։ Եվ նշեմ, որ հոկտեմբերի 8-ին արդեն մեկնարկում է խմբային մրցաշարը, 19-ների մրցաշարը Եվրոպայի առաջության, մենք ընդգրկված ենք մի խմբում, որտեղ հանդես են գալու Սերբիան, Չեխիան եւ Էստոնիան, խաղերը կայանալու են Տալինում։ Մենք ամեն տարի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ տարիքային տարբեր հավաքականների վրա եւ աննախադեպ էր այս տարի պատրաստության առումով, բայց տեսնելով այն խաղը, որ կա այսօր 19-ներում եւ այն ճակերտների մեջ առաջ դարձը, ոչ մի դրական ակնկալիքներ ես չունեմ։ Ֆուտբոլիստները շարունակում են բառից ուղակի իմաստով չհասկանալ մարզչին, որ այլ լեզվով է խոսում, իսկ 19 տարեկան հայ երեխաներից դժվար է պահանջել անգլերենի կամ այլ լեզվի իմացություն։ Կարծում եմ, որ մարզիչ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում ֆուտբոլիստներից, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հարցս այսպեսին է, Արմեն, մեր բազմաթիվ անգամ նշում ենք, որ յետ խորհրդային արդեն անկախ Հայաստանի տարիներին կան սերունդներ, պատերազմից հետո սերունդների մասին է։ 19-ների հավաքականից մենք այդ թվերի երեխեքից պիտի ունենանք ակնկալիք, թե ոչ։ Բնականաբար յուրաքանչյուր տարիքային հավաքականից պետք է ունենք ակնկալիքներ, 17-ները, 13-ները, 21-ները, վերջի այդ հավաքականները 97 թվականի ծնունդների մասին է արդեն խոսքը։ Պատերազմ չկար եւ այդ մենք ասում ենք, որ արդեն լավ սերունդ պիտի լիներ։ Դե իրականում ինչ տարբերություն է, չեմ կարծում, որ տարբերություն կա եւ որ սերունդն է, չգիտեմ, 92-ին են ծնվել, թե 96-ին կամ 97-ին։ Քանակի խնդիր էր, այնտեղ քիչ էին երեխաները, այստեղ մի փոքր ավելի շատ։ Պարզապես գիտեք, խոսքը պայմանների մասին էր, արդեն հետո ծնված երեխաներ ունեն շատ ավելի լավ պայմաններ, թե մարզվելու եւ մենք հույս ունենք, որ այդ թվերի ծնված երեխաներից մենք ունենանք լավ հավաքականներ։ Նորից չպիտի այդ հույսերն ունենանք։ Հույսերը միշտ պետք է ունենանք, ես կարծում եմ, որ ճիշտ համակարգված աշխատանքի դեպքում իհարկե մենք կունենանք եւ պարտավոր ենք ունենալու, որտեղ այդ հավաքականները ստեղծում են դրա համար, որպեսզի առաջին թիմի համար, ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստեն։ Նպատակը դա է։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր են գրված են 19-ների հավաքական։ Այո, Վարդանը Սաֆարյան 3 խաղին մասնակցել է։ Մեկ ֆուտբոլիստ։ Այո, աչքի սապաշ։ Ну, եթե հաշվի առնենք Հայ Գալստյանը, որը նույնպես մեր ակումբի սան է եղել, այժմ խաղում է Գերմանիայում։ Դուք տեղյակ եք ինչպես են ընտրվում այդ ֆուտբոլիստները։ Ինչպես են ընտրվում։ Ինչպես է հավաքականը կազմավորվում։ Ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ գոնե պետք է հավաքականի այդ ինչպես ասում են, տեխնացուների խաղերին ինչ-որ մարշական շտաբի ձևի մարդիկ գնան հետևեն նայեն, կամ երևի թե ուղղակի ակումբներից խնդրում են ցուցակ, ովքեր են ըստ ակումբների մարզիչների արժանի խաղալու։ Այդպես դուք կարծում եք դա նորմալ է, երբ ակումբները ցուցակ են ներկայացնում եւ մարզիչը սկսում է ցուցակից հավաքագրել երեխաներին։ Իրականում կարծում եմ այդ տարիքում մի քիչ դժվար է բոլորին, ասես, կոնտրոլի տակ պահել բոլորը տեսադաշտում։ Մեր մարզիչը ասում է, որ քիչ է։ Իմ պատկերացմամբ իմ կարծիքով այդ տեխնացուները ովքեր կան, գոնե պարբերաբար պետք է հաճախել այդ նայել թե այդ ֆուտբոլիստները որ տարիքային խմբերում են խաղում, եթե խաղում են բնականաբար այդ տարիքում հիմնականում խաղում են երկրորդ թիմերում, եւ պետք է հաճախել, կարծում եմ ամենալավ տարբերակը դա հաճախել ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնել եւ հասկանալ ինչ որակներ ունեն, արժի նրանց հրավիրել հավաքական, թե չարժի։ Ինչու ենք այս թեման այսքան կարևորում, որովհետև հանրության կարծիքն եմ ես հիմա ուղղակի փոխանցում, ոչ միշտ է արդարացիորեն ընտրվում պատանեկան հավաքականը, որովհետև շատ ուժեղ երեխաներ դուրս են մնում հավաքականից, իսկ մի փոքր ավելի թույլերը միգուցե ընդգրկվում են այդ հավաքականում։ Սա ուղղակի այսպես այդ երեխաների ծնողների կարծիքներն են մշտական ծնող մարզիչ խնդիրն է, եկեք դրա մասին չխոսենք։ Բայց ամեն դեպքում մարզչը գոնե պետք է խաղերի ներկա լինի, որպեսզի իրական ուժը պատկերացնի։ Ոչ թե ցուցակով ընտրի, ում ազգանունը ավելի նրան հաճելի է, նրան։ Ես համաձայն եմ ընդհանուր առմամբ, առավել ևս մենք բազմաթիվ արձագանք ունենք, գիտեք Հայաստանի պատանեկան, մանկապատանեկան առաջնությունում փոխվել է ձևաչափ, փոխվել է ընդհանրապես առաջնության անցկացման կարգը, բազմաթիվ արձագանք ունենք մեծ թվով բողոքներ, ես կարծում եմ, որ առաջիկա հաղորդումներից մեկում անպայման պիտի անդրադառնանք, որովհետև բաներ են կատարում, որոնք անհասկանալի են թե հանրության, թե ծնողների, անգամ մարզիչների եւ մրցավարների համար։ Խոսքը ոչ միայն երևի հիշում եք դրա մասին տեղեկացրել ենք առանց միավորների խաղի մասին, այլ ընդհանրապես ձևաչափի, ովքեր իրավունք ունեն խաղալու, ինչ փոփոխություններ կարող են լինել եւ այլ եւ այլը։ Լրջագույն խնդիր ունենք մենք
ձևաչափի առումով, հանրության ընկալման առումով, այդ թվում մարզիչների եւ կազմակերպիչների։ Այս հարցը ընդհանուր մի հարց որպես կարծում եմ մենք պիտի քննարկենք առաջիկա։ Այո, այսքանը 19-ների մասին, հիմա եւս մեկ դաթար, որից հետո կշարունակենք։ Շարունակվում է ֆուտբոլի ժամը Արմենիայի եթերում, հաղորդման այս հատվածում խոսենք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասին, 6-րդ տուրի հանդիպումներ են կայացել եւ հիմա առաջարկում եմ դիտել խփած գնդակները այդ հանդիպումներում եւ այսպես սեպտեմբերի 12-ին երկու հանդիպում կայացավ, Ալաշկերտը ընդունեց Միկային, առաջատարներ Ալաշկերտը եւ մնաց այդ առաջատարի կարգավիճակում, հաղթեց 2-0 հաշվով, երկու գոլերն էլ այս խաղում խփեց Միրան Մանասյանը, որը շարունակում է շատ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել, երկրորդ խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Մանասյանը 69-րդ եւ 79-րդ րոպեներին, ահա տեսնում եք նրա խփած երկրորդ գնդակը, ինչպես իսկական կենտրոնական հարձակվող պատրաստ էր դարպասապայի հետ մղած գնդակին։ 2-0 Ալաշկերտի հաղթանակը նույն օրը, նույն հաշվով Գյումրիի Շիրակը Երևանում հաղթեց Արարատին, հանրապետականում կայացավ այս հանդիպումը եւ գյումրեցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Հակոբյանը եւ Էդգար Մալաքյանը, Դավիթ Հակոբյանը 16-րդ րոպեին առաջ մղեց Շիրակին, իսկ Էդգար Մալաքյանը աչքի ընկավ երկրորդ խաղակեսի ամենասկզբում, շատ գեղեցիկ գոլ խփեց Մալաքյանը հեռու տարածությունից 2-0 Շիրակի վստահ հաղթանակը եւ սեպտեմբերի 13-ի երկու հանդիպումների մասին ընդհանրապես 4 խաղերից 3-ը պետք է ասել, որ ավարտվեցին նույն հաշվով, միակ խաղը, որ այլ հաշվով ավարտվեց, դա Բանանց Կանզասար Կապան հանդիպումն էր Բանանցի դաշտում, այստեղ հյուրերը հաղթեցին Նարեկ Բեգլարյանի խփած այս գնդակի շնորհիվ եւ Փյունիկը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ուլիսի դարպասը 5-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը բացեց հաշիվը եւ հանդիպման ամենավերջում եւս մեկ գոլ խփեց Փյունիկը, աչքի ընկավ Վարդան Պողոսյանը, այսպես առաջին գոլը գրանցվեց եւ տեսնում ենք երկրորդ գոլը Ուլիսի պաշտպանների կոպիտ սխալները շարունակվում են, արդեն քանի գոլ Ուլիսը այս առաջնությունում պարզապես նվիրեց մրցակցին 2-0 Փյունիկի հաղթանակը եւ մրցաշարային աղյուսակում տեսնենք 6 տուրից հետո ինչ պատկեր ենք ստանում, Ալաշկերտը մնում է միանձնյա առաջատարի կարգավիճակում 14 միավորով, 13 միավոր ունի Շիրակը, 11-ական միավոր Փյունիկը եւ Կանզասար Կապան, Արարատը մի փոքր դանդաղեց հաջող մեկնարկից հետո 7 միավորով 5-րդ տեղում է, 6 միավոր ունի Բանանցը, 4 միավոր Միկան եւ 6 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել եւ եզրափակում է աղյուսակը Երևանի Ուլիսը։ Հաջորդ 7-րդ տուրի մասին, այն վերջինն է առաջին շրջանում եւ այստեղ կկայանան սեպտեմբերի 19-ի Շիրակ Ալաշկերտ եւ Ուլիս Բանանց հանդիպումները եւ սեպտեմբերի 20-ին Կանզասար Կապանը կընդունի Արարատին, իսկ Միկան կհյուրընկալի երկրի գործող չեմպիոն Փյունիկին։ Այսպիսին էր ծրագիրը 7-րդ տուրի։ Եվ ավելացնենք, որ հաջորդ 5 շաբթի սեպտեմբերի 24-ին կայանալու Հայաստանի սուպերգավաթի խաղարկությունը մրցելու են գործող չեմպիոն եւ գավաթակիր Փյունիկը եւ անցյալ խաղաշրջանում Հայաստանի գավաթի եզրափակիչի մասնակից Միկան։ Նորից կրկնեմ հանրապետական ստադիոնում հաջորդ 5 շաբթի տարբերությամբ այս թիմը երկու հանդիպում ստացվում է, որ Միկա Փյունիկը պիտի նախ մրցեն Միկայի խաղադաշտում, հա, հետո արդեն հանրապետական ստադիոնում սուպերգավաթի համար խաղերում։ Ինչ նախորդ տուրի հետ կապված ուղղակի ավելացնենք, որ մեծ համացանցում քննարկումներ կային Շիրակ-Արարատ խաղի հետ կապված խաղավերջում Արարատի խփած գոլերից մեկը, որ չի հաշվել մրցավարները, քննարկվել է հարցը, տեղեկացնենք ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացան, որ խաղից դուրս վիճակ ակնհայտ է եղել, ուղղակի դինամիկայի մեջ դա չի երևացել, ուղղակի այնտեղ խաբուսիկեր են պայմանը, որ դարպասապահի փոխարեն խաղացող է եղել վերջին դիրքում եւ այստեղ մրցավարական սխալ չի արձանագրվել։ Այնպես որ ամեն ինչ շատ ճիշտ է եղել մրցավարի կողմից, պարոն Պետիկյան, մենք դեռ կխոսենք առաջնության մասին, այդ թվում եւ Միկայի ելույթի, հիմա ընդմիջվենք եւս մեկ գովազդով, որից հետո կշարունակենք։ Շարունակվում է ֆուտբոլի ժամը եւ հիմա արդեն խոսենք Միկայի գործերի մասին, առավել եւս որ մեր հյուրն է այդ ակումբի նորանշանակ նախագահ Արմեն Պետիկյանը։ Պարոն Պետիկյան, գործեր բնականաբար շատ կան անելու, բայց յուրաքանչյուր աշխատող, լինի դա նախագահ թե հասարակ աշխատող,
այսպես լիովին գործին նվիրվելու համար պետք է ունենա վստահություն, որ հեռանկարային է այդ ծրագիրը։ Միկայի ապագայի հետ կապված ինչ կարող եք այս պահին մեզ ասել, եթե ինչ-որ բան արդեն հստակ է, եթե գիտեք հաջորդ մրցաշրջանում ինչպես է ֆինանսավորվելու թիմը, ինչ նպատակներ ունենալու կան այսպիսի ծրագրեր։ Ծրագրեր կան, այս ինչպես արդեն հաղորդման սկզբում ասեցի, այս պահին ունենք 2 հովանավոր, դա մշտապես մեր հովանավորն է եղել եւ մեկ այլ հովանավոր ռուս ազգությամբ Մոսկվայից։ Ծրագրերը այս պայմանությամբ նախատեսված են մինչև 1 դեկտեմբերի, այսինքն առաջնության կեսը երբ որ կավարտվի, դրանից հետո արդեն ավելի հստակ մենք կհասկանանք ինչ ծրագիր ունենք հետագայի հետ կապված։ Հիմա մոտավորապես իհարկե ես գիտեմ ինչի մասն է խոսքը, բայց ավելի հստակ պատկերը կերևա դեկտեմբերին, երբ որ բնականաբար կարծում եմ որ թիմում էլ փոփոխություններ կլինեն ֆուտբոլիստների առումով եւ ավելի հստակ կարող ենք խոսել դեկտեմբերին ծրագրերի մասին։ Դեպի ֆուտբոլիստների առումով այս ընտրությունը կազմի, որ կատարվել է, միջև ձեր նշանակումն է կատարվել եւ ընդհանրապես շատ քիչ են հայ ֆուտբոլիստները։ Սա ինչ որ քաղաքականություն է, որը պահպանվելու է միջև ձեր նշած ժամկետը դեկտեմբերի 1-ը, թե հայ ֆուտբոլիստներ կավելանան։ Դե հայ ֆուտբոլիստները, եթե արդեն նկատել եք ուլիսի խաղին արդեն ավելացել են մեր երկրորդ թիմից միանգամից 2 ֆուտբոլիստ մասնակցում էին խաղին, բնականաբար ընթացքում ավելի կընդգրկվեն, որտեղ մեր երկրորդ թիմը, որ հիմա իդեպ առաջատար է առաջին խմբում, այնտեղ կան շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք կընդգրկվեն անպայման։ Ինչ վերաբերվում է սելեկցիոն աշխատանքներին, այո, ես չեմ մասնակցել այդ աշխատանքներին եւ ես գիտեմ, տեղյակ եմ, որ ակումբը, հատկապես Միխայել Բաղդասարյանը եւ գործող նախագահ Կարլոս Ղազարյանը այն ժամանակ եւ ընդհանրապես ակումբի բոլոր աշխատողների սրտով չի եղել, այսպես ասած, իրենց քաղաքականությունը չի եղել, որպեսզի ակումբը մի կան այսպիսի տեսք ունենա, բայց քանի որ կար հովանավոր, որը ուզում էր այս պրոյեկտի հետ մտնել իր տեսակետով, իր փիլիսոփայությամբ, ակումբը թողել է։ Ստիպված ընդառաջ։ Այո, ոչ թե ստիպված, այլ այո, ընդառաջել են, ասել են լավ, ոնց որ դու գիտես այդպես արա, բայց ժամանակը ցույց է տալիս, որ դա այդքան էլ ճիշտ մոտեցում չի, ամենայն դեպս մեր կարծիքն է, որ հայկական ակումբը ինքը բոլորովին պարտադիր չի, որ համալրված լինի միայն լեգիոներ ֆուտբոլիստներով։ Խնդրում եմ ներկայացնեք ձեր Միկայի եւ ռուսական սերովական լիգաներում հանդես եկող Կվազար ակումբի համագործակցության մասին։ Շատ է խոսվել, բայց մենք երբևէ բացատրություն չենք ստացել, ինչի մասին է խոսքը։ Ոչ մի բանի։ Միկա ակումբը չի համագործակցում Կվազար ակումբի հետ, ոչ մի կերպ։ Ուղղակի այդ ակումբից Միկա տեղափոխվել են մի քանի ֆուտբոլիստներ։ Խոսակցություններ կար անգամ, որ կարող է անունը փոխվել, չկա նման բան։ Ոչ։ Եվ Կվազարը չի համարվում հովանավորներից մեկը։ Միկայի ընդհանրապես ֆուտբոլիստների մասին է խոսքը։ Այո։ Այդպիսի հայտարարություններ, որոնք արվել են, դրանք ակումբի պաշտոնական հայտարարություններ չեն Միկա ակումբի կողմից, երբևիցե որևիցե պաշտոնապես հայտարարություն չի արվել, որ Միկան համագործակցում է Կվազարի կամ Միկան վերանվանվելու է որպես Միկա Կվազար։ Եթե այդպիսի արտահայտություններ եղել են, նույնիսկ դրանք ակումբի կողմից պաշտոնապես չեն եղել։ Այդ դեպքում ինչպես Կվազարի 5-6 ֆուտբոլիստներ կամ 7 ֆուտբոլիստ, եթե չեմ սխալվում, հայտնվեցին Միկայում։ Որովհետև սելեկցիոն աշխատանքներով զբաղվել է Կվազար ակումբի ղեկավարը, այո, նախագահ կամ չգիտեմ ինչպիսի պաշտոն է այդ պաշտոնը ինչպես է կոչվում, եւ նրա անմիջական միջնորդությամբ են Արտյոմ Խաչատուրյան անունով անձնավորության անմիջական մասնակցությամբ են ֆուտբոլիստները, որոնք տեղափոխվել։ Պարոն Պետիկյան, մի փոքր, եթե շատ ավելի անկեղծանանք խոհանոցային իմաստով, անցյալ տարի ուլիսը մի նոր նախագիծ առաջ քաշեց Հայաստանում, որը կարծես այսօր դառնում է կրկնօրինակման առարկա, մասնավորապես Միկայի կողմից։ Խոսքը ռուսական ցածր լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստներով թիմ կազմավորելն ու այդ թիմը Եվրոպայի Եվրոգավաթներում ներկայանալն է։ Հայաստանի առաջնությունը այդ առումով հարմար է, ընդամենը 8 թիմ կարելի է մեկ տարում մի փոքր ավելի ուժեղ թիմով 4-րդ տեղ գրավել կամ մտնել Եվրոգավաթ, ինչը արեց ուլիսը։ Տպավորություն կա, որ Միկան նույն ճանապարհով է գնում, այդպես է թե ոչ։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե այդպես է եղել գաղափարը, որովհետև ուլիսի օրինակը կարծես թե վարակիչ է եղել, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա երկար կյանք չի կարող ունենալ։ Դուք համաձայն եք, որ դա ընդհանրապես միանգամյա օգտագործման ծրագիր կարող է։ Եվ կարծում եմ, որ այսպիսի պրոյեկտները իրենք կյանքի կոչվելու իրավունք ունեն, բայց երկար կյանք երևի թե չունեն։ Ուլիսի, հա, ինչպես մենք հիմա տեսնում ենք,
ես նորից եմ կրկնում հանգամանքների բերումով, քանի որ չմոռանանք, որ երբ որ պաշտոնապես հայտարարվեց, որ Միկան չի մասնակցելու, Միկայի 90% ֆուտբոլիստները փաստորեն հեռացան ակումբից եւ Չեք ափսոսում։ Իհարկե ափսոսում ենք, այդպես ստացվել է։ Հիմա փոխել ոչ մի բան հետ բերել հնարավոր չի եւ հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Դրա համար այսպես ստացվեց, որ արտասահմանցի հիմնականում ռուս ֆուտբոլիստներ։ Բայց դա չի լինելու քաղաքականությունը ձեր։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ժամանակի ընթացքում ես ասենց ասեմ, մենք շեշտը դնելու ենք անպայման մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա, դա ես միանշանակ եմ հայտարարում, որտեղ մենք ունենք շատ լավ երեխաներ, այնտեղ շատ լավ աշխատանք է կատարվում, եւ այդ երեխաներին մենք անպայման ընդգրկելու ենք իմ առաջտան ընթացքում խաղան, իսկ եթե ձմեռը ժամանակի ընթացքում նորից։ Այո, ես ասում եմ, որ կոնկրետ Ալաշկերտի խաղերն արդեն ֆուտբոլիստներ կան 1-2-ը, որոնք հիմնական կազմում էին խաղում արդեն, որոնք նախորդ խաղը խաղացել են Միկա 2-ում, իսկ արդեն Ալաշկերտի խաղում խաղում էին առաջի 11-ում։ Ամենայն դեպս ձեզ ճանաչելով, իհարկե մենք էլ այսպես վստահություն հայտնում ենք եւ հույս էլ հայտնում ենք, որ նման քաղաքականություն Միկայում չի կարող լինել։ Դուք չէիք մտնի նման ինչ որտեղ արկածախնդրական նախագծի մեջ, այդ առումով կա վստահություն, որ չի լինի նման բան։ Դուք խոսեցիք այդ երեխաների մասին, որոնք շատ լավն են եւ կա առաջընթաց, մի փոքր խոսենք նրանց եւ ընդհանրապես Միկայում բոլոր գործող թիվերի մարզումային պայմանների մասին։ Արդեն հայտնի է, որ Միկա մարզահամալիրը ստադիոնով իր ամբողջ գույքով ունեցվածքով չի պատկանում հենց Միկային, այլ Հայաստանի ֆինանսների նախարարությանն է, հետեւաբար ինչ պայմաններով եք դուք այնտեղ մարզվում եւ անցկացնում հանդիպումները։ Մարզվում եք թե ոչ այնտեղ։ Իհարկե մարզվում ենք, իրականում ոչինչ չի փոխվել, Միկան ոնց որ անցկացնում էր իր մարզումները, այդ համալիրում այդպես է շարունակում է մասնակցել, ուղղակի փոխվել է մի բան, ընդհանրապես մարզադաշտի անունը, որը այժմ պատկանում է Հայաստանի ֆինանսների նախարարությանը։ Իսկ իրականում ամեն ինչ իր տեղում է։ Այո, ամեն ինչ իր տեղում է։ Ակումբը, դպրոցը, մարզումային առումով որևիցե խնդիր չկա։ Մարզվելու հանդիպումներ անցկացնելու համար դուք վարձում եք այդ խաղադաշտերը թե ոչ։ Դե այնտեղ մի քիչ պայմանավորվածության հարց կա, որը ես չի ուզենա հիմա բարձրաձայնել, բայց պայմանավորվածության համաձայն այո, այս պայն մենք այդ դաշտում, այդ ստադիոնում ընդհանրապես այդ տարածքը ամբողջովին օգտագործում ենք այնպես ինչպես առաջ, ուղղակի մի քիչ ձևապչատն է։ Լավ, այսպեսի մի հարց, եթե բնականաբար ֆուտբոլային, մարզումային եւ հանդիպումների անցկացման գործընթացը շատ բարդ է եւ անընդհատ ինչ-որ բան պետք է բարելավել։ Նույն խոտածածկը պահելու, մշակելու թեմաները, ինչպես են այս հարցերը լուծվում։ Եթե գտնում եք դուք մարզիչները, որ ինչ-որ խոտածածկի հետ կապված գործ է պետք կատարել, ով է այդ աշխատանքը իրականացնում։ Աշխատանքները իրականացնում են մարզադաշտի այդ մարզահամալիրի նոր ղեկավարները։ Ոչ դուք։ Ոչ մենք, ոչ ակումբը, բայց մենք որևիցե հարցով որ իրենց դիմում ենք, իրենք պատրաստակամ են եւ իրենք անում են ամեն հնարավորը, որպեսզի մարզադաշտը լինի բարվոք վիճակում։ Մասնագիտական կարծիքը ձերն է, իսկ եթե որևիցե խնդիր կա, ասենք մենք դիմում ենք, խնդրում ենք, ասենք դաշտի ինչ-որ բան փոխելու։ Ձեր կարծիքով այսօր նորմալ վիճակում է գտնում խոտածածկը։ Այս պայմանությամբ իհարկե համեմատած այն տարիների մի քիչ վատ վիճակում է։ Վերջին անգամ մենք երբ եղանք, այո, եւ դա թաքցնելու չի, որովհետեւ բոլորը վիճակում են, այո, մի քիչ վիճակը վատ է, բայց մենք հույսով ենք, որ այն կբարելավվի։ Ամենայն դեպս նորից եմ ասում, մարզադաշտի տնօրինությունը մեր կողքին է եւ իրանք ամեն ինչով փորձում են մեզ աջակցել, որպեսզի մեր համար բարենպաստ պայմաններ ստեղծեն։ Դուք չեք տնօրինում եւ դուք չեք սպասարկում։ Ցավոք, այո, մենք չենք տնօրինում մարզադաշտին, մենք այնտեղ ուղղակի շարունակում ենք մարզվել եւ խաղալ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում երկու խաղ ունեք Փյունիկի հետ, Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը ունի հնարավորություն հավաքել բոլոր մրցանակները, դրա համար պետք է հաղթել սուպեր գավաթում Միկային։ Ինչ կասեք այդ երկու խաղերի մասին։ Ինչ առաջադրանք ունեք։ Ընդհանրապես վերջի տարիներին շատ հաճախ է այսպես ստացվում, որ առաջության եւ գավաթի խաղերը թիմերը անմիջապես իրար հետ անցկացնում են, հիմա սուպեր գավաթի մասին է խոսքը եւ ձեր դեպքում։ Նախ միջև սուպեր գավաթը մենք ամսի 20-ին Փյունիկին հյուրընկալելու ենք մեր մարզադաշտում։ Իհարկե փորձելու ենք հասնել հաղթանակի մաքսիմում միավորներ վաստակելու, բայց շատ բարդ կլինի 4 օրվա ընթացքում երկու անգամ խաղալ Փյունիկի պես լավ թիմի հետ։ Անկասկած երկու խաղում էլ առաջադրանք կա փորձել հասնել հաղթանակի եւ կարծում եմ դա նորմալ է։ Հաշվի առնելով ընթացիկ վիճակը մրցաշարերնահոսակում Հայաստանի առաջության հնարավոր է, որ ձեր ակումբը շեշտը դնի սուպեր գավաթի վրա եւ առաջության խաղը այսպես ոչ հիմնական կազմով խաղ կամ
Չէ, ասի, որովհետև իհարկե սուպերկուպոկը դա տիտղոս է անկասկած, բայց հաշվի առնելով մեր մրցաշարային իրավիճակը, որտեղ մեր գործերը այդքան էլ լավ չեն, մենք առաջի հերթին նախապատրաստվենք ամսի 20-ի խաղին, որից հետո արդեն կգա սուպերգավաթը։ Եթե չեմ սխալվում, վերջին տիտղոսն է Միկայի համար այն սուպերգավաթը 2-3 տարի առաջ օրինակի գլխավորությամբ Պուլիսին հաղթեց եւ դրանից հետո տիտղոս չի նվաճել։ Այնպես որ Էդուարդի ասացի մեջ միգուցե կա նպատակ են առումով, որ տիտղոսը իհարկե ցանկությունը մեծ է, անկասկած ցանկությունը մեծ է, հատկապես որ նոր ֆուտբոլիստներ են, նոր վերակազմավորված թիմ է եւ ֆուտբոլիստներից այստեղ խաղացող կարծեմ թե որևիցե մեկը այդպիսի տիտղոս չունի, ցանկությունը մեծ է, բայց սկզբում կնախապատրաստվենք առաջացան։ Այդ առումով կարող եք երիտասարդներին շատ խորհուրդներ տալ։ Դուք երկար ժամանակ Միկայում խաղացել եք, Միկան ձեր ակումբն է, հարազատ ակումբն է, հետո աշխատել եք այնտեղ որպես մարզական տնօրեն երկար ժամանակ, հիմա դարձաք ակումբի նախագահ։ Սա կարելի ասել, որ ֆուտբոլիստի համար երազանքի իրականացում է, այսինքն դուք ավարտում եք կարիերան, մնում եք ակումբի համակարգում եւ մի օր դառնում եք նախագահ։ Այդ մասին երբևէ մտածել եք։ Գիտեք, ի սկզբանե երբ որ ես ֆուտբոլիստից կարիերաս պետք է ավարտեի, ես գիտեի, որ ես չեմ գնալու մարզչական ուղղությամբ, այլ գնալու եմ դեպի վարչական ուղին։ Եվ բնականաբար կարծում եմ, որ ինչպես ասում են, յուրաքանչյուր զինվոր երազում է մի օր դառնալ գեներալ, բայց որ ասել ինչ որ դա ինքնանպատակ էր, չէ, բայց հանգամանքներն դասավորվեցին։ Առավել եւս, ինքնանպատակ չէր, այսպես ասած, հիմա հանգամանքները այդպես դասավորվեցին, իհարկե ես դրա համար շատ ուրախ եմ, Միկան իմ ակումբն է եւ տեսնենք, կարծում եմ կարողով ինչ որ բան։ Եթե կարելի է մի փոքր Միկայից հեռանանք, որտեղ հայկական մյուս ակումբում մեր ամենահին ակումբներից մեկում գոնե դպրոցի առումով նույնպես կառուցվածքային մեծ փոփոխություններ են եղել եւ սպասում առաջիկայում խոսքը Բանանցի մասին է, արդեն կա պաշտոնական հայտարարություն, որ Բանանցում փոխվել է ամբողջ ղեկավար կազմը, գործադիր տնօրեն կամ գլխավոր տնօրենը նշանակվել Մոսկվայի Սպարտակի նախկին գլխավոր տնօրենը Ռոման Ասխաբաձեն, նաև փոփոխություն է եղել գլխավոր հովանավորի հարցում Ալիկ Մկրտչյանի հետ միասին ամենայն դեպս դա Բանանցի պաշտոնական կայքի հայտարարությունն է, նաև հովանավորների կամ սեփականատիրոջ կարգավիճակով հանդես է գալիս նույնպես Սպարտակից հայտնի Էջևան Չելոյանցը։ Ինչ կարծիքի ես, սա կարող է փոփոխություններ բերել դրական Բանանցին, թե ոչ։ Ընդհանուր մենեջմենտի առումով, ընդհանուր կառավարման առումով, որտեղ շատ ավելի կարծում եմ ֆուտբոլային մարդիկ են մտնում Բանանց, քան այնտեղ կար։ Մենք մոտ 1 տարի շարունակ նշում ենք, բարձրաձայնում ենք, որ Բանանցում ամեն ինչ կա բացի ֆուտբոլային մթնոլորտից, եւ դա առաջին հերթին Բանանցի ղեկավարներից էր գալիս մարդիկ, ովքեր նույնիսկ առաջին լիգայի հանդիպումները փակում են եւ չէին թույլ տալիս հանդիսատես ներկա լինել։ Ոչ հայաստանցի, բայց ֆուտբոլային մարդիկ Չելոյանց ու Ասխաբաձեն կարող են օգուտ տալ մեր ֆուտբոլին, թե ոչ։ Դե գիտեք, հաշվի առնելով այն փաստը, որ կոնկրետ Ասխաբաձեն աշխատել է Մոսկվայի Սպարտակի պես գրանտ ակումբում որպես գործադիր տնօրեն, ուղղակի չի կարող այդպիսի մարդը լինել ոչ բանիմաց։ Հետևաբար կարծում եմ, որ նա ունենալով այդպիսի հսկա աշխատանքային փորձ, ինչ որ նորամուծություններ կբերի եւ եթե նրանք այդ ձեռնամուխ են եղել այս պրոյեկտին, կարծում եմ, որ պետք է այդ պրոյեկտը վերեն հասնել իր տրամաբանական ավարտին, այն է կարգավորել կամ ել ավելի բարելավել այն, ինչ որ միջ այդ եղել է Բանանցում։ Արմեն, ինչով է հետաքրքիր Հայաստանը այլ ներդրողների համար։ Միայն նրանով, որ 8 թիմ է խաղում։ Դե գիտեք, իմ կարծիքով դա մի քիչ այո, գրավում է այն առումով, որ աշխարհում չկա երևի թե առաջնություն, որտեղ 50% ակումբները մասնակցում են Եվրոլիգայի խաղերում, Անգլիայում 22-20 քանի թիմ են մասնակցում, 5-6 ընդամենը թիմ են իրավունք ձեռք բերում խաղալու։ Երևի հիմնականում դա է եւ հետո ամեն դեպքում Եվրոպա շուկա է, որտեղ ըստ որոշ մարդկանց իրենք մտածում են, որ կարելի է այստեղ հրավիրել ֆուտբոլիստների մեկ շրջան կամ 1.5 տրանզիտ։ Այո, տրանզիտ այսպես դա մեզ օգուտ է թե վնաս մեր ֆուտբոլին։ Գիտեք, եթե ճիշտ մոտենալ հարցին, իհարկե կարծում եմ կարող օգտակար լինի, որով ինչ առումով, ասենք, եթե մենք ունենք թիմ, բնականաբար հիմնականում կազմավորված հայ ֆուտբոլիստներով, պատանի ֆուտբոլիստներով, եւ դրանց կողքին խաղան բարձրորակ, կրկնում եմ, բարձրորակ ֆուտբոլիստներ, որոնցից ինչ-որ բան կարելի է սովորել, եւ ինչու՞ չէ, նույն ակումբը եթե հնարավորություն կունենա այդ վաճառքներից գումար վաստակել, ինչու՞ չէ, դա պետք է անպայման անել։ Ես կարծում եմ, որ դա վատ բան չի։ Ոչ միայն ֆուտբոլիստներ, այլ մարզիչների առումով։
որպես տրանզիտ մարզիչներ։ Կոնկրետ բանանցից տեղեկություններ ունեն, որ նոյեմբերին արդեն մեծ թվով իսպանացի մարզիչներ են ժամանելու։ Դե չգիտեմ, գիտեք, եթե ֆուտբոլի դպրոցի համար եւ թե գլխավոր։ Եթե լինեն որակյալ մարզիչներ, որոնցից կարելի է բան սովորել, դա ողջունելի է, բայց ուղղակի եթե կան այսպես մարզիչներ, որոնք ուղղակի ասենք ժամանակին ինչ-որ անուն են ունեցել կամ ինչ-որ բաների հասել են կամ չեմ հասել, հիմա գալիս են ուղղակի ժամանակ անցկացնելու համար, դա ես իհարկե չեմ ողջունում։ Իհարկե, դեք միշտ գրավիչ է նաև ակումբի համար, երբ դրսից այսպիսի համալրումներ են լինում, թե վարչական կազմ, թե մարզչական, թե թիմում։ Ամեն դեպքում այստեղ միշտ ինչ հարց է առաջանում։ Տուժում են հայ ֆուտբոլիստները դրանից, թե շահում են, որովհետև մենք այո, իրոք որ վերցնենք մեծ քանակ, մեծ ընտրություն ֆուտբոլիստների չունենք։ Իհարկե դրսից համալրման կարիք կա եւ այս հավերժական հարցը, արդյոք շատ լեգիոնականներ մեզ պետք են, թե պետք է առավելություն տալ տեղացի ֆուտբոլիստերին։ Նորից կցանկանամ Միկայի օրինակով ձեզ հարցնել, ձեր մտածելակերպը, ձեր քաղաքականությունը ինչպիսին է լինելու։ Երկրորդ տարբերակը միանշանակ հիմնական շեշտը դնել տեղացի ֆուտբոլիստների վրա։ Մենք իրոք լավ ունենք, լավ երեխաներ ունենք եւ եթե բարենպաստ պայմաններ ստեղծենք, նրանք իրոք կարող են դառնալ նորմալ բարձր որակի ֆուտբոլիստներ, բայց իմ խորին համոզմամբ նրանց կողքին, քանի որ ինչպես դուք շեշտեցիք, այսօր ցավոք չունենք այդ քանակի լավ ֆուտբոլիստներ, ովքեր էլ կան ինչ-որ թիմերում արդեն խաղում են եւ կոնկրետ Միկայի պարագայում հիմա դժվար է հավաքել մի թիմ, որը այսպես իզորու է մրցակցել մեր առաջատար թիմերի հետ տիտղոսների համար։ Դրա համար բնականաբար, որ մենք կգնանք այդ ուղղությամբ, որ կունենանք արտասահմանցի ֆուտբոլիստներ, բայց այդ քանակը անպայման կկրճատվի, միանշանակ կկրճատվի, այս քանակությամբ արտասահմանցի ֆուտբոլիստներ չեն խաղա թիմում։ Մի հարց, եթե կարելի է Միկայի հետ կապված, Միկայի գլխավոր թիմը կորուստներ ունեցավ այս ընթացքում, բայց Միկան ունի լավ դպրոց, որը արդեն հավաքականներին է ֆուտբոլիստներ տալի եւ լավ երեխաներ կային, որոնք պիտի վաղը միսօր լավ ֆուտբոլ խաղան։ Դպրոցի առումով մարզիչներ, երեխաներ կորուստ ունեցել է Միկան թե ոչ։ Մարզիչների առումով կորուստներ, որքանով ես տեղյակ եմ, եղել են, մարզիչներ կան, որ տեղափոխվել են այլ մարզադպրոցներ, բայց հիմնականում կորիզը այն մարզիչները, ովքեր Միկայի մարզադպրոցի բացման օրից եղել են ակումբում, ի պատիվ իրենց բոլորին հայտնի այս դժվար ժամանակաշրջանում մարդիկ մնացել են իրենց տեղում եւ նվիրյալի պես միջև առեսօր աշխատում են եւ նույնիսկ ես կարող եմ ասել անցած մրցաշրջանում 2 տարեկան խմբերում Միկան ունեցել է Հայաստանի չեմպիոն թիմեր։ Այդպիսի մարդիկ, ովքեր նվիրված են եղել եւ մնացել են ամենաբարդ իրավիճակում, ինչ որ այսպես խոսքը ֆինանսականի մասին չէ, բայց ինչ որ խրախուսանք կունենան։ Անպայման կունենան եւ փառք Աստված տա, որ ֆինանսական վիճակը ակումբում կարգավորվի, ոնց որ դեպի դրան գնում է, եթե ամեն ինչ լավ լինի, կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր եղել են նվիրյալ եւ մնացել են ակումբի կողքին, անպայման իրենք դա կզգան։ Ամեն դեպքում ֆիքսենք, որ մինչև դեկտեմբեր ամիս կարելի է Միկայի համար համարել միջանկյալ հատված, որից հետո արդեն հիմնական ծրագրեր։ Այս պայմանությամբ այո, ավելի գլոբալ կարելի է խոսել ապագայի մասին դեկտեմբեր ամսին։ Շնորհակալություն, պարոն Պետիկյան, այսպես կարելի ասել շատ հարբար պահի է ձեր նշանակումը, որովհետև ընդհանրապես մի քանի օր հետո կարող եք առաջին տիտղոսը նվաճել ակումբի նախագահի կարգավիճակում, մաղթում ենք հաջողություն ձեր նոր աշխատանքում, նոր կարգավիճակում եւ վստահ ենք, որ ձեր ղեկավարությամբ ցանկացած թիմ Հայաստանում կունենա հաջողություններ։ Արմեն Պետիկյանն էր մեր հյուրը, ֆուտբոլի ժամներ եթերում, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ շաբաթ։